Սիվիկը Շնորհակալություն Տիկին Վարդանյան, խնդրում եմ հստակեցրեք համագործակցություն ասելով նկատի ունեք արտախորհրդարանական համագործակցության մասին, թե խորհրդարանի ներսում եք պատրաստվում համագործակցել եւ եթե արտախորհրդարանական համագործակցության մասին է խոսքը, պարոն Կարապետյանը համատեղ ինչ որ կոմիտե ձևավորելու, հետո փողոցային պայքար սկսելու եւ իշխանությանը հեռացնելու մասին է խոսում։ Մինչդեռ մենք գիտենք, որ ձեր խմբակցությունը մեկ անգամ արդեն անցել է այդ տրորված եւ ձախողված ճանապարհով 2022 թվականի դիմադրության շարժումը նկատի ունեմ։ Սա առաջին հարց եւ երկրորդը Տիկին Վարդանյան, ձեզ համար այս պահին հստակ է, թե ինչու ձեզ չհաջողվեց երկրորդ փորձից վերցնել իշխանությունը 21 թվականին Նիկոլ Փաշինյանի հեռացման ժամացույցն եք միացրել հետհաշվարկի, չհաջողվեց, մինչև քոք մաշացնել եւ այլն կրել 26-ին էլ չհաջողվեց, ինչն է պատճառը, վատ լիդեր է առաջնորդում Հայաստան դաշինքը, լիդերի խնդիր է, գուցե դաշնակցությունը առաջնորդ էր Հայաստան դաշինքը, որպեսզի հաջողություն ունենակի վերջը 136 տարեկան կուսակցություն եք հաստատ մի արժանի լիդեր կգտնվեր ձեր շարքերում։ Շնորհակալություն։ Մինչև վստահ մի քանի արժանի լիդերներ կան, եկեք սկսենք առաջին հարցից, ինչ վերաբերում է համագործակցության մասին, համագործակցության ֆորմատները որոշում է ընդդիմությունը, ոչ մենք չենք պատկերացնում սահմանափակ համագործակցություն, բաց ենք, պատրաստ ենք համագործակցության համար բոլոր այն ուժերի հետ, ում գնահատականները համընկնում են եւ ում նպատակը փոփոխությունն է։ Այդտեղ որևէ սահմանափակումներ չկան, թույլ տվեք նաեւ իշխող ուժի падգամավորի հարցին, որ այսպես շատ ոգևորված ասում էր Քրիստինե Վարդանյանն այս հարցերը կտակ, պատասխանեմ երագլուխ պատերազմի երագլուխ դևը Նիկոլ Փաշինյանը, Ալիևը, Էրդողանն է։ Մենք պատերազմի այդ երագլուխ դևի հետ համագործակցություն չենք պատկերացնում, մենք պատկերացնում ենք պայքար իրենց դեմ ու առաջինը այդ դևի ամենախամաճիկ, ամենակախված գլխի դեմ պայքարն է։ Այս բառապաշարը, որը դուք օգտագործում եք, լավագույնս ցույց է տալիս ձեր վախերը, չէ, իշխող ուժին եմ ասում, ձեզ էր նայում ասում հարց կտակ, լավագույնս ցույց է տալիս ձեր վախերը ու այս ընտրություններից հետո ի՞նչ է կատարվել ձեր հետ։ Հաղթանակ եք տոնել, խի հաղթանակ, ինչի հաղթանակը չեք տոնում։ Ինչի եք սենց ավելի ագրեսիվ, ինչի եք ավելի հիստերիկ, ինչի եք ավելի գրեհիկ, անգամ երբ մենակ եք։ Կարող է ինչ-որ բան պատահել, կարող է խոստացել եք սահմանադրական մեծամասնություն եւ չեք կարողացել ստանալ, հիմա չգիտեք ոնց արդարանալ։ Հիմա հարցնում եք, քանի անգամ պիտի փորձեք, այսինքն հարցերի համակցությունը մի քանի անգամ փորձել եք, չի ստացվել, պիտի փորձենք այնքան մինչև ստացվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը մինչև 2018 թվականը քանի անգամ էր փորձել։ Քանի ընտրության էր մասնակցել։ Քանի շարժում չէր հաջողել։ Այսինքն քանակ կա հայրենիք փրկելու փորձերի համար։ Պիտի փորձենք այնքան մինչև հաջողի։ Ինչու չի հաջողել։ Որովհետև Հայաստանում տերոր է։ Մտքի խղճի, ազատությունների բոլոր տեսակ։ Այնպիսի խախտումներ են հայտնաբերվել։ Ես հիմա գայթակղության իհարկե չեմ տրվի ասելու, սահմանադրական դատարանում կքննվի դա, բայց որ աննախադեպ են անգամ Հայաստանի պատմության, որը ունեցել է այո վատ ընտրություններ, ունեցել է ընտրախախտումներ, անցել է 90-ականների շրջանը։ Ի վերջո ուղիղ եթերում Հայաստանի Հանրապետությունում երբեք մի ամբողջ ուժի ձայներ չեն գողացվել ու մի ուժ ոչ թե ժողովրդի այլ կայի քվեարկությամբ դուրս չի թողնվել խորհրդարանից։ Այս սրա համար այս Թուրքիայի, Ադրբեջանի աննախադեպ Հայաստանի գործերի միջամտության, մյուս երկրների աննախադեպ Հայաստանի գործերի միջամտության արդյունքում այո դեռևս չի հաջողվել իրավիճակ փոխվել, բայց գիտեք ինչ է հաջողվել անգամ այս տերորի պայմաններում, անգամ այսքան երկրի ներքին գործերին ուղիղ միջամտության, հաջողվել է շուրջ 200,000-ով ավելացնել ընդդիմադիր քվեները, շուրջ 10%-ով ավելի անգամ այս նկարած թվերով ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, հաջողվել է այնպես անել, որ իշխող ուժը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չունենա, այլ նաև 50+ արդյունք չունենա։ Հիմա եթե սա իրենց համար հաղթանակ էր, առնվազն Պիրոսյան հաղթանակ էր, մեր համար ոչ հաղթանակ չէր։ Հաղթանակ չի, քանի այս ամեն ինչը չի փոխվել, բայց չենք էլ պատրաստվում թևերը իջեցնել, սպիտակ դրոշ բարձրացնել եւ ասել դե չստացվեց։
ինչ որ անգամից, ինչ որ տարի պայքարից հետո։ Մեր համար սա մեր կյանքի, մեր երկրի համար պայքար է, որը փորձերի քանակ, ժամանակատված չի ենթադրում։ Անելու ենք այնքան, մինչև ստացվի։ Ի վերջո չենք կարող ավելի պակաս համառ լինել, քան Նիկոլ Փաշինյանը իր հակազգային նպատակներում։ Մի հստակեցում անելու եք այնքան նկատի ունեք եւ քաղաքական հարթակ ազգային ժողովը օգտագործելով եւ նաեւ փողոցը, այսինքն երկու հարթակներն էլ դիտարկում եք, թե միայն ազգային ժողովը, որովհետեւ դիմադրության շարժման ձախողումից հետո դուք վերադարձաք խորհրդարան, դադարեցրիք բոյկոտը եւ խորհրդարանական մակարդակում եք պայքարում եւ մի բան էլ Տիկին Վարդանյանն ասում եք Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է փորձել եւ ձախողել է ձեզ համար պարզաբանված են թե որոնք են եղել այդ ձախողման պատճառները գուցե ձեր ասած խղճի մտքի եւ մնացած ոլորտների terror-ը, որը արկա էր ձեր քաղաքական լիդերի պաշտոնավարման, ինչպես նաեւ նրա հաջորդի պարոն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Երկրորդ հարցը մի քիչ անհասկանալի էր։ Հայաստանում 2020-ից հետո եղած բոլոր շարժումների արդյունքն է, այն մթնոլորտը, որ մենք ունենք, ֆրանսիական դիմադրությունը չհաջողեց ազատագրել Ֆրանսիան օկուպացիայից, բայց ֆրանսիական դիմադրության շնորհիվ է, որ այսօր Ֆրանսիան նայում է ամբողջ աշխարհին եւ ասում է, որ ինքը ֆաշիստական պետություն չի եղել, իր հասարակությունը հաշ չի եղել ֆաշիզմի հետ եւ ինքը պայքարել է դրա դեմ։ Ճիշտ այնպես ինչպես ֆրանսիական դիմադրությունը, այնպես էլ հայկական դիմադրությունը եւ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եղած բոլոր շարժումները հետագայում դառնալու են մեր արժանապատվության կետերը, որով Հայաստանը ասելու է, որ հաշ չի եղել այս ամեն ինչի հետ, ու հասարակությունը հաշ չի եղել։ Դրանք կաթիլներ են այն ծովում, որը հետագայում դառնալու է ալիք եւ փոխելու է իրավիճակը։ Սա մեկ, երկրորդը մեզ համար, ես ներկայացնում եմ մի ուժ, որի համար չկան այսինքն չի բացառում մի գործիքը մյուսին։ Մենք կողմ ենք բոլոր գործիքների օգտագործմանը, բայց դա մարտավարական հարցեր են։ Իսկ մարտավարությունը այս փուլում ձևավորվել է նաև այլ ուժ քաղաքական, մյուս ուժը դեռ չգիտենք շեմա հաղթահարելու հարցը Սահմանադրական դատարանում նաև պիտի քննարկվի։ Մենք կարծում ենք, որ մարտավարական առումով ընդդիմությունը պիտի հանդես գա միասնական դիրքորոշումներով, որովհետև դա է ամենաարդյունավետը։ Այդ բոլոր հարցերը կապված են այդ քննարկումների հետ եւ կարծում ենք, որ ընդդիմությունը, եթե ուզում է արդյունավետ լինել, պիտի ունենա այս հարցերում խորհրդարան գալ չգալ, պայքարի միջոցների համակցում ունենա միասնական դիրքորոշում, որովհետեւ այդպես ավելի արդյունավետ է։ Մեզ համար որ պայքարի որևէ մի գործիք չի բացառում մյուսին եւ այստեղ անցնող տարիները դա միայն ցույց են տվել։ Այսքան։ Այլ հարցեր։ Հարց Տիկին Վարդանյան, ուժեղ Հայաստանը ընդամենը մի քանի ամսվա կյանք ունեցող քաղաքական ուժ է։ Պիտի նորից էլի կրկնեմ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը ավանդական կուսակցություն 136-ն է բոլորում օգոստոսին, եթե չեմ սխալվում, օգոստոսին։ Ինչպես ստացվեց, որ կես տարվա կյանք ունեցած քաղաքական ուժը ավելի շատ ձայն հավաքեց 26-ի խորհրդարանական ընտրություններում, քան ձեր ուժը։ Իդեպ պարոն Սամվել Կարապետյանը նախորդային խմբագիրների հետ Ացուլիսի հարցազրույցի ժամանակ հատուկ շեշտեց այս հանգամանքը, որ իրենց հաջողվեց 2 անգամ ավելի շատ ձայն հավաքել, քան ընտրական process-ների միջով անցած, փորձառություն ձեռք բերած, թրծված քաղաքական ուժերի։ Շատ լավ, ես այդտեղ որևէ խնդիր ոչ միայն չեմ տեսնում, եթե ինչ-որ մեկի համար գաղտնիք է, որ մենք 5 տարի, երբեմն նաև միայնակ այս իշխանությունների հետ պայքարում մնալով հարվածներ ենք հասցրել, նաև հարվածներ ենք ստացել, մաշեցրել ենք, նաև մաշվել ենք, դա մեզ համար գաղտնիք չէ։ Մենք դա հաճախ արել ենք մեր պարտականությունը շատ լավ իմանալով, որ դա եւ իմիջային կորուստ կարող է լինել, եւ վարկանիշային, բայց մենք չենք վախեցել սպիտակ վերնաշապիկները կեղտոտելուց, չենք վախեցել հարված ստանալուց։ Հարված ստանալուց հետո չենք կարողացել ենք ուժ գտնել վերականգնվելու եւ որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում, բնական է, որ այս իրավիճակում նոր ի հայտ եկած ուժը, ով ունի նաեւ ռեսուրսներ, կարող է նոր առաջարկներով հանդես գալու դեպքում ունենալ ավելի շատ ձայներ, դա ոչինչ չի որոշում, հատկապես Դաշնակցության 136 տարին, որ վկայակոչում եք, այնքան բան է այդտեղ եղել, Դաշնակցությունը եղել է, որ խորհրդարանում չի եղել է Օսմանյան կայսրության խորհրդարանում, այնքան բան ենք տեսել ենք ուժեր, որոնք 3 անգամ ավելի շատ են հավաքել, հիմա հետքը չկա, այսինքն ոչինչ չի նշանակում։ Մենք արժևորում ենք
ամենաբարձրը գնահատում ենք այն գրեթե 150,000 ձայնը, որ անգամ այս պայմաններում մենք հակառակ հարցը պիտի տանք։ Բա ոնց այդ ուժը, որ այս 5 տարի այո նաև այդ մաշեցման պայքարում կարողացավ դիմանալ, 150,000 ձայն ստացավ այն պարագայում, երբ հայտնվեցին բազմաթիվ այլընտրանքներ, հայտնվեց մեկ խոշոր ուժ, եւ բոլորը ասում էին, այ եթե հայտնվի այլընտրանք, այդ ուժը այլևս խորհրդարան չի անցնի։ 150,000 գաղափարական, առանց որևէ այլ մոտիվացիա ունեցող, կոնկրետ գնահատականներ հնչեցնող քաղաքացիներ մեզ վստահել են իրենց ձայնը։ Դա մեր համար ոչ թե քիչ չէ, հսկայական, աննախադեպ հսկայական աջակցություն է, այնքան պարտավորեցնող, որ հաշվետու ենք իրենցից յուրաքանչյուրի առաջ ու դողում ենք իրենցից յուրաքանչյուրի ձայնի համար։ Այո, շատ տրամաբանական է, որ այն ուժը ով ունի հաղթող ուժի ընկալում, ստանում է նաև շատ ձայներ ու ոչ գաղափարական կարող է լինել ուղակի մտածում եմ, որ հիմա իշխանությունն է փոխվելու, դա նույնը եղել է մեզ այդ 21-ի ընթացքում, նաև մեզ չսիրողներ քվեարկել են, որտեղ մտածել են փոփոխություն է, 26-ի մեր ստացած քվեները գաղափարական վստահության քվեներ են, որը մեր համար հարստություն է, ու այդ յուրաքանչյուր քվե մեր համար այնքան մեծ արժեք ունի, ու եթե ինչ որ մարդիկ կան քաղաքական ուժերում համար 150,000 քվեն, այդպես բանի ենթակա չէ, հաշվի կարող է չնստեմ դրա հետ, մենք երբեք այդ քաղաքական ուժը չենք եղել ու չենք լինելու։ Այդ դեպքում թույլ տվեք Պարզաբանեմ, եք հստակեցում եք, իսկ ուժեղ Հայաստանին հանուն ինչի են քվեարկել, հանուն գաղափարի, թե փողն ու ազդեցությունն են դեր ունեցել ձեր։ Ես այդպեսի բան չասեցի, ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին սիրով կարող եք ուղղել ձեր հարցը, կարծում եմ գլխավոր դերակատարում է ունեցել վստահությունը, որ լինելու է փոփոխություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։